Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է, ես ճանապարհորդ բլոգեր Նորն եմ ու ի վերջո վերադարձել եմ Հայաստան ու ձեզ համար այսօր բացահայտելու եմ Հայաստանի ամենաառողջարանային, ամենագեղատեսիլ ու յուրահատուկ քաղաքը։ Մենք ջերմուկում ենք։ Հիմա մոտեցավ իմ ամենասիրելի պահը, երբ պետք է էքստրիմի չափաբաժինը հասցնենք մաքսիմումի։ Գնում ենք գեյզերի մոտ։ Այդ հարցում ինձ կօգնի Ռուբենը։ Ռուբ ջան, ողջույն։ Ինչքան ճանապարհ եմ սպասում մինչև գեյզեր։ 30 րոպեի կարգի։ 30 րոպե full extreme, չէ՞։ Ու այդ ճանապարհը անցնելու ենք այսպես ֆանտաստիկ մեքենայով։ Ու եթե դուք եք ցանկանում վայելել այս գեղեցիկ բնությունը, այս էքստրեմալ հավես միջոցով, ուրեմն դիմում եք Ռուբենին ու վայելում եք այստեղի ֆանտաստիկ բնությունը։ Շարժվեցինք։ Վայոց ձորի լեռնային ճանապարհները բնականաբար աչքի են ընկնում իրենց հենց լեռնային ու շատ քարքարոտ ճանապարհներով։ Այդ իսկ պատճառով ստեղ շատ կարևոր է բացահայտել ու այդ ճանապարհներն անցնել այսպես հսկայի միջոցով։ Մեզ շատ քիչ մնաց մինչև գեյզերը ու եթե մարդիկ ջերմուկ են գալիս, հավանաբար նկատած կլինեն տարբեր զբոսաշրջային ծառայություն մատուցող մեքենաների, որոնք որ առաջարկում են գլխավոր էքստրիմներից ու գեղատեսիլ վայրերից մեկը։ Դա հենց գեյզերն է։ Հաշված րոպեներ ու կտեսնենք ամենագեղեցիկ վայրերից մեկը այս հատվածում։ Այս է իմ սիրած Հայաստանը, իր էքստրիմով, բնապատկերներով, ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն ձեզ համար բացահայտելու, ցույց տալու այս ողջ գեղեցկությունը։ Այսպես հրաշալի վարորդները ձեզ տալիս են այդ հնարավորությունը, որպեսզի անգամ ամենադժվար անցանելի ճանապարհներով հասնեք այս բնության հրաշքի մոտ։ Ու մենք ամենագլխավոր բնության հրաշքներից մեկի մոտ ենք, գեյզերի։ Եկեք ցույց տամ նրա ողջ գեղեցկությունը, դրոնով մի քանի հազար անգամ ավելի գեղեցիկ է այս վայրը։ Պետք է խնդրենք Հակոբին, որպեսզի դա անի։ Հակոբ, ցույց տուր։ Իզուր չի, որ ջերմուկին անվանում են առողջարանային քաղաք, որտեղ ստեղ ամեն քարի տակից բուժիչ ու առողջարար ջրեր են գալիս։ Ու հենց այսպիսի մի հատ բուժիչ լողավազան համարվում է այս գեղեցիկ գեյզերը։ Ասեմ, որ ջուրը բավականին լավ ջերմաստիճան ունի, որոշ դեպքերում մինչև +32-33 աստիճան հասնում է ջրի ջերմաստիճանը եւ անգամ ավել 35։ Իսկ հիմա անցնենք գլխավոր հաճույքին։ Ու հիմա գնացինք իրականացնելու այն ինչի համար ես հասել եմ ստեղ, ինչ լավն է ջրի ջերմաստիճանը։ Ու գժական է ուղղակի, ֆանտաստիկ։ Մոնտենեգրոյի սև լիճը, ջերմուկի այս ֆանտաստիկ գեյզերը։ Այս հաղորդման ընթացքում իրոք որ թագավորական կյանքով եմ ապրում։ Եթե ցանկանում եք այսպիսի գեղեցիկ էմոցիաներ, կադրեր ու հիշողություններ ձեռք բերել, պետք է այցելեք ջերմուկ։ Ու դիմեք Ռուբենին
ով ձեզ կբերի այս ֆանտաստիկ գեղեցիկ վայրը։ Ջերմուկի մեր նկարահանումների ընթացքում որոշել եմ կանգ առնել ձեր հյուրանոց առողջարանային համալիրում։ Ծանոթացնեք ձեր ծառայություններին։ Այս պահին գործող արժեքներն են նախաճաշով տարբերակը եւ ամբողջական տարբերակը։ Նախաճաշով տարբերակը երկու անձի դեպքում լինելու է 30,000 դրամ, իսկ ամբողջականը 50,000 դրամ։ Ամբողջական փաթեթի մեջ կներառվի սնունդը 3 անգամվա, բուժական ծառայություններ, լողավազան, սաունա, ջակուզի, թենիս, բիլիարդ, ֆիթնես եւ մանկական սենյակ ունենք իր աշխատակցով։ Ու այդ ամբողջը ընդամենը 50,000 դրամ։ Ընդամենը 50,000 դրամ գործող արժեքներ լինելով։ Իդեպ, սիրելի հեռուստադիտողներ, գարնանային արձակուրդներին ընդառաջ Grand Resort ջերմուկը առաջարկում է հրաշալի պայմաններ ընտանիքների համար։ Մինչև մարտի 31-ը, եթե գաք ձեր 10 տարեկան երեխայի հետ, նրա կացությունը կլինի անվճար։ Հրաշալի առաջարկ է։ Այցելեք ջերմուկ։ Բարի գալուս այն սենյակ, որին արժանի եմ ես։ Սա նախագահական համարն է։ Այստեղ բնականաբար Հայաստանի նախագահներն են հանգստացել։ Չեմ կարծում, որ որոշումներ ստեղ իրականացած լինեն, ուղղակի թերթել են ամսագիր գուցե։ Ստեղից միանգամից երևում է ջերմուկի խորհրդանիշը, եղնիկը։ Ողջույն Հայաստան։ Միանշանակ պետք է բաց չթողնենք մեր երկիրը տեսնելու յուրաքանչյուր հնարավորություն ու պետք է բացահայտենք ամեն մի թիզը։ Այդ գանձ է այս երկիրը։ Բավականին ընդարձակ հյուրասենյակ, ննջասենյակ, հարմարավետ ու ճաշակով։ Ես առասարակ սիրում եմ բաց տոները, փայտը ու բնականաբար առավել եւս երբ այսպիսի գեղեցիկ տեսարան է։ Grand Resort ջերմուկը առաջարկում է 4 կատեգորիայի համարներ՝ ստանդարտ, ստանդարտ բալկոնով, լյուքս եւ նախագահական։ Այս սենյակը աչքի է ընկնում իր ընդարձակ հյուրասենյակով, ննջասենյակով ու ուշադրություն դարձրեք տեսարանին։ Ասեք, որ հեքիաթային է։ Ահա եւ բավականին հարմարավետ ստանդարտ համարը։ Ու միանգամից քո առաջ բացվում է այսպիսի տեսարան։ Հյուրանոցի սպա զոնայում կա այսպիսի ջակուզի։ Սիրում եմ այսպիսի բարձրակարգ վայրերը, առավել ևս, երբ դրանք գտնվում են Հայաստանի լեռներում, այս դեպքում ջերմուկում։
Եկեք ու վայելեք։ Հա, ու ես առանձնահատուկ հարգանք ու սեր ունեմ շոքեբաղնիկների նկատմամբ։ Գնացի։ Grand Resort ջերմուկը առաջարկում է 3 անգամյա բարձրակարգ սնունդ։ Հիմա տեսնենք, թե ինչ համերներ կան։ Բավականին հայկական ընթրիք է, այսպես ասած, որը որ գնահատում են թե տեղացիները, թե նաև ջուրերը, ովքեր որ գալիս են արտասահմանից, որտեղ շատ անուշ ու համեղ կարողանում են սնվել այստեղ։ Այսօրվա մեր ընթրիքին նաև ներկայացված է ջերմուկի իշտանը, որը որ պարտադիր պետք է համտեսել, որտեղ դա անմահական է։ Ուղղակի ես ասում եմ որպես վայոց զորցի։ Թարմ բանջարեղեն, աղցաններ, ես որպես մարինատների եւ թթուների սիրահար պարտադիր պետք է համտեսեմ։ Ու տակուտեսները, որոնք որ ամեն օր թարմացվում են, որում են համեղ ու շատ գեղեցիկ տեսք ունեն։ Կհանդիպենք սեղանի շուրջ։ Այսօրվա ֆանտաստիկ ու հագեցած օրվանից հետո սպասում է այս համեղ ու գեղեցիկ ընթրիքին։ Ինձ բարի ախորժակ։ Ջերմուկ այցելողները ինչու պետք է ընտրեն հենց ձեր հյուրանոցը եւ որն է ձեր առավելությունը։ Մենք աշխատել ենք ի սկզբանե միջազգային հյուրանոցային ցանցում եւ այդ բոլոր ստանդարտները, մոտեցումները եւ կանոնները, որոնք կան, եղել են, մենք պահպանել ենք, որդեգրել ենք եւ շարունակում ենք դրանք առաջարկել։ Կարող եմ ասել, լիարժեք առողջարանային հանգստի բոլոր ծառայությունները առաջարկում ենք մեր հյուրերին։ Ինչ նորություններ ունեք այս տարվա ու առասարակ առաջիկայի համար։ Պլանավորում ենք ունենալ էկոտուրեր, որպեսզի հանգիստը նաև համատեղեն քաղաքի հետ ծանոթություն, բնության հետ ավելի մոտեցնենք մարդկանց։ Պլանավորում ենք ունենալ հատուկ դետոքս ծրագրեր, դետոքս փաթեթներ, որոնք շատ մեծ հնարավորություն կտան մեր հյուրերին նաև իրենց առողջության հետ կապված նիհարելու եւ այլն տարբեր առողջական խնդիրների դեպքում ընտրել այդ փաթեթը եւ ավելի կոմպլեքս ոնց որ բուժում ստանան եւ ավելի արդյունավետ լինի իրենց հանգիստը։ Քանի օր խորհուրդ կտաք, որպեսզի այցելուները մնան ձեր առողջարանում, որպեսզի լիարժեք կարողանան ապաքինվել, որտեղ ես վստահ եմ, որ 2-3 օրը դա բավարար չէ, որպեսզի վերականգնվել, ավելի առողջանալ ու ինչու ոչ նաև երիտասարդանալ։ Ընդհանրապես խորհուրդ է տրվում 1 շաբաթ մինիմում ունենալ այդ առողջարանային բուժումը, այդ բոլոր ծառայություններից օգտվելը, բայց 2 շաբաթը կարծում եմ ավելի ամբողջական հանգիստ, այո, արդյունավետ կլինի, որպեսզի ինչ-որ փոփոխություններով օրգանիզմի մարդը զգա այդ ամեն ինչը տարբերությունը եւ գնա այստեղից։ Իմ փաթեթում ներառված է նաև բուժական ծառայությունը։ Ձեր փաթեթի մեջ ներառված են 40 պրոցեդուրաներ, հիմա ձեզ կուղեկցեմ բժշկի մոտ եւ նշանակումներ կանենք։ Բժշկի հորդորով եկել եմ նախ եւ առաջ օգտվելու թթվածնային կոկտեյլից, ճիշտ ասած առաջ անգամ լսում իր մասին, կներկայացնեք թե ինչ է իրենից ներկայացնում։ Թթվածնային կոկտեյլը յուրահատուկ ըմպելիք է, որը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ թթվածի, այն նպաստում է օրգանիզմի նյութափոխանակությանը։ Ի տարբերություն մյուս կոկտեյլների, սա պետք է ուտել։ Արագ։ Այժմ կատարվում է ծովի աղով պիլին, մաշկից հեռացվում են մահացած բջիջները, բացվում են ծակոտիները։ Ինչ խոսք, հաճելի է։ Իսկ մա ջերմուկից վերադառնալու եմ մի քանի տարի ավելի երիտասարդացած։ Ֆանտաստիկ ժամանակներ են։ Իսկ այս հաղորդման ընթացքում ինչ ասես, որ իմ գլխին չեկավ։ Իսկ այս պահին ընդունում եմ ճապոնական կանաչ թեյով մերսում։ Ասեք որ հավես է։
Այժմ գտնվում ենք կավի ապլիկացիայի սենյակում, դրվել է կավի ապլիկացիա ծնկներին, կդրվի նաև ձեռքերին, որն էլ ամբողջական ազդեցություն կթողնի ամբողջ օրգան համակարգերի վրա։ Վայելում եմ կյանքը իր ողջ գեղեցկությամբ ու հնարավորություններով։ Բժշկի հետ խոսելուց հետո նրա ացուցումով ընդունում եմ լոգանք։ Ջերմուկը հայտնի է իր հանքային ջրերով, այս լոգանքը հենց այդպիսի հանքային ջրերի մեջ լոգանք է իրենից ներկայացնում։ Ձեզ ասեմ, որ այս ջրի մեջ ներկայացված են կարելի ասել Մենդելեևի պարբերական աղյուսակի գրեթե բոլոր քիմիական տարրերը։ Բայց պարտադիր պետք է խորհրդակցեք բժշկի հետ, նոր ընդունեք այս լոգանքը։ Այս փորձառությունը ավարտելուց հետո մեր մյուս կանգառը պետք է լինի գալերիա, որտեղ արդեն կփորձենք հանքային ջրերը։ Ճապոնական կանաչ թեյով պարումից հետո ճիշտ ժամանակն է մերսվելու նռան յուղով։ Այո, ճիշտ եք լսում։ Նուռը նաև ունի յուղ։ Ու բավականին անուշաբույր։ Լավ, անորո։ Ձեռլական աղոթի։ Չգիտեմ ինչ է, հիմա կաթորունի գլխի վրա, բայց հետաքրքիր է։ Առողջացման ամենավերջին ու կարևոր process-ը դա հենց ջերմուկի լեռներից հավաքված օտարբույսերով թեյն է։ Իլիարժեք ջերմուկը հասկանալու ուստեղի բնությունը վայելելու համար պետք է նաև փորձես այս թեյը։ Գալերիան, հաջորդ պատճառը ջերմուկ գալու համար։ Ուսապարկս հանեմ ու գնամ առողջանալու։ Հյուրանոցի կողմից տրամադրվող առողջարանային ծառայությունների հետ մեկտեղ շատ կարևոր է մասնագետի խորհրդով գալ գալերիա։ Գալերիան ջերմուկի ամենակարևոր ու կարելի ասել ջերմուկի խորհրդանիշներից մեկն է։ Բոլորը կարծում ովքեր գալիս են ջերմուկ, գալիս են այստեղի տարբեր ջերմաստիճանի եւ համերի ջրերից փորձելու։ Բայց ասեմ ձեզ, քանի որ ինձ մասնագետները զգուշացրեցին, որ շատ կարևոր է այստեղի ջրերից օգտվել միայն մասնագետի խորհրդից հետո։ Պետք է հասկանա ինչի կարիք ունի, ինչ հանքանյութերի կարիք ունի օրգանիզմը, նոր դրանից հետո պետք է օգտվես այս ջրերից։ Բայց ես քանի որ ունեմ առողջ մարմին, առավել եւս առողջացել եմ արդեն ստեղ, բոլոր ջրերից կփորձեմ ու իմ կարծիքը կհայտնեմ։ Գնացինք։ Սա 30 աստիճանի ջուրն է ու ամենահաճելին այն է, որ տաք է, որտեղ հիմա ջերմուկում շատ հավես եղանակ է, +2, բայց այս տաք ջուրը էլ ավելի ջերմացնում է։ Այս խմելու համար որպես ջերմաստիճան իդեալական է ուղղակի։ Շարժվենք հաջորդի մոտ։ 35 աստիճան։ Շատ մոտ է ջերմուկի համին։ Առողջանալա, որ առողջանում է։ Մի անգամից 10 աստիճան անցում ու հիմա խմենք այս ջուրը։ Դրա համը ավելի նուրբ է։ Պետք է ջերմաստիճանը փոխում է համային գաման։ Հիմա 50 աստիճան է։ Օհ, տաք է։ Ասում եմ, շատ համային տարբերություն չկա։ 53 աստիճան։ Չէ, հաստատ ես եմ սովորում համերին, որտեղ գնալով էլ ավելի հաճելի է դառնում։
հրաշալի եղանակ, վերցրեք հարմար կոշիկներ, հարմար հագուստ ու քայլեք ջերմուկի գեղեցիկ արահետներով, ստեղ դրանք բազմաթիվ են։ Ես որպես վայոց-ձորցի, հազար ու մի լեռների ու ձորերի բնակիչ, բնականաբար անտարբեր չեմ կարող լինել քայլարշավների նկատմամբ, որտեվ ստեղ երբ որ տնից դուրս ես գալիս, արդեն քայլարշավ է, պետք է կամ բարձրն ես, կամ իջն ես։ Իսկ ջերմուկը առանձնահատուկ գեղեցկություն ու յուրահատկություն ունի քայլարշավային տուրիզմի համար։ Ջերմուկը բազմասեզոն կուրորտային վայր է, հլը ձմեռային գեղեցկությունը, բավոր լինեք ստեղ գարնանը, դե ամռանը երևի Հայաստանի շոքից խուսափելու թոփ վայրից մեկն է։ Հիմա գնում ենք ջրահարսի Վարսեր կոչվող ջրվեժի մոտ, որը որ ջերմուկի երևի գլխավոր խորհրդանիշն է բնության։ Առասարակ ջերմուկ պետք չի գալ զուտ բուժվելու համար, ջերմուկը դա առողջ ապրելու համար հրաշալի վայր է, ու ստեղի բնությունն ու շքեղությունը ուղղակի ապշեցուցիչ է։ Վայոց ձոր իմ չքնաղ, քո սարեր չքնաղ ջան, բառերը խառնեցի։ Արվակի ձայնը, ջրի ձայնը ուղղակի քեզ հենց հանգստացնում է։ Մի խոսքով ստեղ յուրաքանչյուր քայլ, որ անում ես, դա մտքի, հոգու, ներդաշնակության ու հանգստության փորձառություն է։ Բաստղի հլես գեղեցիկ բնական կամարը ցույց տամ ձեզ։ Ամեն անկյունը մի գանձ է, որը պետք է տեսնես ու լուր մնաս վայելես։ Այս վայրը ու առասարակ ջերմուկը գեղեցիկ է տարվա տարբեր եղանակների։ Դրա համար հիմա առաջարկում եմ մի քանի կադր ջերմուկից տարվա մյուս եղանակներին։ Արփագետի վերին հոսքի վրա է գտնվում այս ֆանտաստիկ ջրվեժը։ Ջրահարսի Վարսերն է, 68 մետր երկարություն ունի, որն էլ նրան դարձնում է Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժներից մեկը։ Սա այն պատճառներից մեկն է, որ պետք է այցելեք ջերմուկ։ Հուսով եմ գոնե կյանքում մեկ անգամ եղել եք։ Եթե չեք եղել, սա հստակ հիմնավոր պատճառ է ջերմուկ այցելելու համար։ Իսկ ես հիմա բարձրանամ այն քարի վրա, որը որ շատ եմ սիրում, դղից բացվող տեսարանա շքեղը ու մի քանի լուսանկար ունենամ։ Ու այս լեռնային անուշաբույր թեյով ավարտում եմ ջերմուկի իմ բացահայտումները։ Ֆանտաստիկ հիշողություններով վերադառնում եմ տուն։ Բնականաբար դեռ կվերադառնանք։ Շարժվենք բացահայտելու մեր երկիր մոլորակի մյուս ֆանտաստիկ գեղեցիկ անկյունները։ Շատ ճամփորդեք Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Դա երկարացնում է ձեր կյանքը։ Հետևեք մեզ սոցիալական տարբեր հարթակներում՝ YouTube-ում, Instagram-ում և Facebook-ում։